Նոր Կիլիկիա թաղամասը, որը հավակնում է լինել ժամանակակից ավանատիպ համայնք, առայժմ ունի 36 բնակիչ։ Նորաստեղծ 10 ընտանիքներ արդեն 6 ամիս է ապրում են այս նորակառույցներում։ Երկուսենյականոց տները շատ հարմար են, հատկապես նրանով, որ սանհանգույցը ներսում է, բայց փոքր-ինչ անհարմարավետություն է առաջացնում այն, որ հյուրասենյակն ու խոհանոցը միասին է։ 7 շունչ ենք, 2 սենյակա։ Դե մենք դժգոհ չենք, էլի ոչինչ ջոլ են գնում, էլի լավ է, որ ճամփին չենք, դրսում չենք, անձև չի գալի մեր գլխին։ Հետո կամաց Աստված մեծ այլ մի բան կանենք, լավ կլինի։ Տանտերերը շատ ուրախ են, որ կառավարության եւ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության համատեղ ուժերով կառուցված այս բնակարաններն ու տնամերձը նվեր են ստացել։ Գոհունակություն հայտնելով ու փոքր-ինչ նեղսրտվելով նաեւ ասում են, որ կենցաղում օգտագործվող իրերը պահելու տեղ չունեն։ Դե ես իմ տնանք ոնց հաստատվում երևի իրանց միջնորդությամբ մի հատ մի ծրկատեղ սարքենք, մեր բանկա մանչաման դնենք տեղը։ Դիմե էստե տանքը մուկենստի ուգուլ կան, դեղն խոսում սարքենք, ապատ կապային տիտան, ոստանեն ապրանքնին ապտինիլ հետը։ Կտուրի տակ երևացող այդ պատուհանը, որը ձեղնահարկի տպավորություն է թողնում, միայն առաջին հայացքից է, տարածքը չի օգտագործվում, որովհետև առաստաղն ամուր չէ։ Համայնքի ղեկավարը խորհուրդ է տալիս հաշվի առնել այդ հանգամանքը հաջորդ տների կառուցման ժամանակ։ Եթե ձևի տներ կառուցել են գյուղի համար, դա մեծ գործ է։ Բայց եթե մյուս տները կառուցեն, եթե երկաթբետոնի կոնստրուկցիաներ լինի տանիքի վրա, ավելի հարմար կլինի։ Այն ավել ինչ որ իրեր բան կա կարելի է տեղադրած այնտեղ տանիքում։ Այն, որ կառուցվող մյուս տները 3 սենյականոց 10 եւ 2 սենյականոց 14 բնակարաններն ավելի հարմարավետ են լինելու, հավաստում է քաղաքաշինության նախարարը։ Նախատեսում է ի տարբերություն այս 10 տների 2 սենյականոց առանձին ունենալ խոհանոց, հյուրասենյակ, ննջարան, առանձին սանհանգույց, ինչը ավելի հարմար է գյուղի բնակիչների համար։ Իդեպ ինքնաշեն կցակառույցների պատրաստումը բնակիչների շրջանում խնդիր է առաջացնում ոչ այնքան գումարի տեսակետից, որքան որ դրանք կխաթարեն թաղամասի ընդհանուր տեսքը։ Դա նրանք շատ լավ հասկանում են, բայց չէ որ գյուղում անհրաժեշտություն է թռչուններ, մանր կամ խոշոր եղջերավոր անասուն պահելը։ Բնակիչներից ոմանք խնդրին ժամանակավոր լուծում տվել են։ Հավ ունենք, խոզ ունենք, բայց դե չգիտենք որտե սարքենք, որ լավ լինի։ Համայնքի ղեկավարն ասում է, որ տներին կից տարածք կա, որտեղ կարելի է գոմեր կառուցել։ Այս տիպի տների մոտ եթե անաստագոմ կառուցես մի քիչ ճիշտ չլինի։ Այս նախատեսված է։ Նախատեսված է, մենք խորհրդակցել ենք բնակիչների հետ եւ չենք փնտրում հարցը լուծելու համար։ Քաղաքաշինության նախարարը ավելի լավ տարբերակ է առաջարկում։ Մենք կարող ենք բնակիչներին ներկայացնել ավելի հարմար տարբերակ այդ գոմերի կառուցման, այդ թշնամուների կառուցման համար եւ մյուս կողմից սա կլինի նաեւ նմանատիպ բոլորի համար, այսինքն տիպային կլինի բոլոր բնակիչների համար եւ որպեսզի թաղամասի ճարտարապետական տեսքը չաղավաղվի, այդ բոլոր բնակիչները կկառուցեն նույն ձևի, նույն տեսքով։ Իդեպ նախարարը չի բացառում, որ գոմերի պատրաստման հարցում գյուղացիներին կարող են օգնել նաեւ շինանյութով։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր։